Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց վերջնական թվերը։ Դրանք վերջնական թվեր չէր, դրանք մահախոսական էր։ Ում համար։ Մահախոսական էր բոլոր այն կառույցների համար, որոնք այս ընթացքում կարողացել էին մոլորեցնել հայ հասարակությանը, թե իրենք ինչ-որ մի բան նշանակում են։ Խոսքը եվրոպական դիտորդական առաքելության մասին էր, հա, եվրոպական միության մասին էր։ Մի խոսքով, այն բոլոր այն կառույցների, որոնք միշտ հանդես են եկել իբր դիտորդի արբիտրի դերում, արդարության ջատագովների դերում, այսօր այդ ամեն ինչի մահախոսականն էր արձանագրեց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընդ որում, սա մահախոսական էր նաև այն բոլոր աջակիցների թվացյալ խելացի ինտելիգենտ կիրթ, բան, սենց ճակերտավոր են բոլորն ասում, որովհետև հասկանում եք Փաշինյան Նիկոլին աջակցելը արդեն գտնվում է այդ հարթությունից դուրս։ Ամեն դեպքում այս որոշումը, որ կայացվեց, դրանց մահախոսականն էր եւս, որովհետև կարծիք գուցե դեև ունես իրավունք ունենալու, բայց երբ խոսքը հասնում է հանցագործությանը, երբ խոսքը վերաբերվում է հանցագործության մասին կարծիք ունենալ, չունել, դա արդեն կարծիք չի։ Հա, դա արդեն կողմ բռնելա, դու չես կարող հանցագործության վերաբերյալ ունենալ կարծիք։ Այն հանցագործության, որը հայտարարվել է, որը խոստովանվել է, որը դուք ձեր աշկերով տեսել եք, հա։ Եթե դուք դրա վերաբերյալ կարծիք ունեք, ասենք, որ դա կարելի է, որովհետև դա ԿՊ-ն է անում, որին դուք ուզում եք ընտրեք։ Նաև այս որոշումը մահախոսականն էր ձեր վրա։ Եվ այսպես սև ու սպիտակի գծերը քաշեց ոչ թե այս անգամ Հայկոն, ոչ թե ԿՊ-ն, այլ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ու մարդիկ մնացին երկու տարբեր կողմերում։ Մարդիկ, որոնք նույնիսկ նիկոլականներ, հա, լատենտ նիկոլականներ, որոնք հասկացան, որ կատարվեց հեղաշրջում, ես տեսա, որ մարդիկ ընկալում են սա, որ սա հեղաշրջում է։ Եվ մարդիկ, որոնց դրեցին իրենց հայտնի ավանակի տեղը, այդ հայտնի կենթանու տեղը, իբր ոչինչ չկատարվեց Հայաստանում։ Չէ, տղաներ աղջիկներ, ձեր ձեռով, ձեր օգնությամբ եւ ձեր իգիտությամբ Հայաստանում կատարվեց իշխանության զավթում։ Այսուհետև լեգիտիմորեն եմ ասում, ցանկացած Նիկոլ ընտրած եւ հիմա դրա դեմ չբողոքող մարդ, եթե իրենց կարելի է մարդ ասել, ինքը հանդիսանում է համահանցակից Հայաստանում իշխանության զավթման պրոցեսի։ Սա իրավաբանական կատեգորիա, սա քաղաքական չի, սա ճաշակի ոլորտից չի, սա իրավական հարթությունից է։ Այսքանը։